Մասաչուսեթսի հայ համայնքը Ամերիկայի ամենահին, կազմակերպված եւ ազդեցիկ հայկական համայնքներից մեկն է։ Այն կարևոր դեր է խաղում ինչպես ամերիկահայության կյանքում, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Մասաչուսեթս նահանգի Ուսթրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի անդամներն օրերս ուխտավորաբար Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էին։ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտավորների երկրորդ խմբին ընդունեց հուլիսի 26-ին։ Նրանց առաջնորդում էր Տեր Թադեոս քահանա Բարսեղյանը։ Ցանկացողները այնքան շատ էին Հայաստան գալու այս տարի, որ չկարողացանք մի խմբով բոլորին բերել, գրեթե 70 հոգի պիտի լինեն, ինչը որ դժվար է բոլորին մի խմբով 70 հոգի Հայաստան բերել։ Բաժանեցին երկու խմբի, առաջի խումբը եկավ Հայաստան հուլիսի առաջ երկու շաբաթը եւ ետ վերադարձավ։ Հիմա սա երկրորդ խումբն է, որ ժամանեց Հայաստան եւ մարդկանց համար սա կարեւոր է, որովհետեւ գալիս են աղբյուրից ջուր խմելու, գալիս են իրենց հավատքը զորացնելու այստեղ եւ այսօրն էլ մեզ համար կարևոր օր է, որովհետեւ եկել ենք մեր սրբավայր, եկել ենք Սուրբ Էջմիածնին եւ ապարի օրհնությունները ստանալը մեզ համար մեծ օրհնություն է իհարկե։ Հայոց հովվապետն իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց ուխտավորներին, ուրախություն հայտնելով հայրենիք եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։ Նորին սրբությունը կարևորեց Սփյուռքի հայրենիների զորակցությունն իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում։ Վեհափառ հայրապետն ընդգծեց, որ թեև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն իրենց սրտերում կրում են հայրենիքի կարոտն ու հետևում հայաստանյան իրադարձություններին, այնուամենայնիվ նման ուխտագնացությունները հնարավորություն են տալիս անմիջականորեն հաղորդակից դառնալու հոգևոր ու ազգային արժեքներին, հայրենի սրբավայրերին, սեփական աչքերով տեսնելու առկա իրականությունն ու հստակ պատկերացում կազմելու պետության առջև ծառացած խնդիրների մասին։ Վեհափառ հայրապետը վստահություն հայտնեց, որ հայրենիքում ապրած հոգևոր զգացումներն ու տպավորությունները նոր լիցք ու ոգևորություն կհաղորդեն ուխտավորներին, առավել մեծ նվիրումով ծառայելու Սուրբ եկեղեցուն ու հայրենի եզերքին, գործուն մասնակցություն բերելու ազգային եկեղեցական կյանքին, անխզելի պահելու կապը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ։ Ուսթրի հայ համայնքը ձևավորվել է 1890-ականներից, Համիդյան կոտորածներից ու 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո հիմնականում Խարբերդից եւ Երզնկայից գաղթած հայերը հանգրվանել են այստեղ, ստեղծելով կենսունակ հայկական գաղթօջախ։ Նրանք քաղաքում հիմնել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը Միացյալ Նահանգների առաջին հայկական տաճարն է։ Այն մինչ օրս էլ ավելի քան 200,000 հայրենիների ազգային, հոգևոր կյանքի ու հասարակական համախմբման գլխավոր կենտրոնն է։ Massachusetts, USA. Ես Մասաչուսեթսից եմ, հայ չեմ, բայց ամուսնացած եմ հայ կնոջ հետ եւ մեր երկու դուստրերը հայ են։ Երբ ոտք դրեցի հայոց հողի վրա, խորապես տպավորվեցի հայ ժողովրդի հավատքով ու պատմությամբ։ Հայկական ընտանիքում ապրած լինելով շատ բան էի լսել, բայց գալով այստեղ այդ ամենին այլ հայացքով սկսեցի նայել։ Սկսեցի ավելի լավ գիտակցել, թե ինչեր է կրել հայ ժողովուրդը անցյալում եւ ինչ ճգնաժամերի միջով է անցնում հիմա։ Անչափ հուզիչ էր նաեւ մեր խմբի այցը Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ հանդիպումը նորին սրբություն ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հայրապետի հետ զրույցն ու նրա հայրական օրհնությունը մեծագույն խաղաղություն եւ հոգևոր լիցք հաղորդեցին մեզ։ Նրա ջերմ ընդունելությունն ու հայրենասիրական խոսքն օգնեցին ինձ էլ ավելի խորությամբ զգալու հայոց հոգևոր կենտրոնի խորհուրդն ու հայ ժողովրդի անկոտրում ոգին։ Երբ ամերիկացի ընկերներս հարցնեն, հավանեցիր արդյոք Հայաստանը, ինչ տպավորություններ ունես, առանց վարանելու նրանց կպատմեմ ամեն ինչ զգում եմ սրտումս, այնպիսի բաներ, որ ուրիշ ոչ մի տեղից չեն կարող իմանալ։ What I feel in my heart and what they need to know. I'm from Boston, Massachusetts. Բոստոնից եմ, տատիկս մեծ Եղեռնից մազապուրց հաստատվել էր Միացյալ Նահանգներում։ Ցավոք նա այսօր մեզ հետ չէ, բայց անչափ ուրախ եմ, որ ընտանիքով կարողացանք այցելել Հայաստան, մեր տատիկի եւ բոլորիս հայրենիքը։ Սա ինձ համար առանձնահատուկ ուխտագնացություն է, տպավորություններս հրաշալի են։ Մենք առաջին անգամ ենք այստեղ, տատիկս այդպես էլ չկարողացավ այցելել Հայաստան եւ մենք այստեղ ենք նաեւ նրա փոխարեն։ Ամերիկայում հենց եկեղեցին է միավորում հայերին, պահպանում մեր ինքնությունն ու ավանդույթները։ Տեր Թադեոսի նվիրումն ու եռանդը կարողացել են համախմբել համայնքը եկեղեցու շուրջ։ Ուրախ եմ, որ եկեղեցու մի մասնիկն եմ։
Երբ իմացա, որ Տեր Հայրը ուխտավորների խումբ է առաջնորդում դեպի Մայր Հայաստան, հասկացա, որ չեմ կարող բաց թողնել այս հրաշալի առիթը։ Անչափ կարևոր էր ինձ համար հանդիպել ամենայն հայոց կաթողիկոսին, նրա շուրթերից լսել հայրենիքին վերաբերող խնդիրների մասին եւ ստանալ նորին սրբության հայրական օրհնությունը։ Քչերն են ունենում այսպիսի բացառիկ հնարավորություն առաջին անգամ լինելով հայրենիքում միանգամից արժանանալու հայրապետի ընդունելությանն ու օրհնությանը։ Տեր Թադեոսն ԱՄՆ արևելյան թեմում սպասավորել է ավելի քան 15 տարի։ Արդեն 3 տարի է նա ծառայում է Ուստր քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցում, ամեն հնարավորը ներդնելով, որ հեռավոր ափերում գտնվող հայերի համար եկեղեցին շարունակի մնալ որպես հարազատ օրան։ Հայոց հայրապետը գոհունակությամբ ընդգծեց, որ հովվապետական այցելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայության զորավոր հավատքն ու նվիրումը Մայր եկեղեցու հանդեպ։ Վերջում նորին սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին արդի ժամանակներում եկեղեցու առաքելության առավել արդյունավետ իրագործմանն ու եկեղեցի իշխանություն հարաբերություններին։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Արագածոտնի թեմի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնակատարություն է, հավաքվել են համայնքի բնակիչները, ապարանում ու Երևանում ապրող արագածցիներ, հյուրեր։ Սրբավայրի ուխտի օրն է, նշում են եկեղեցու վերահսկման 12-րդ տարեդարձը։ Հայոց հայրապետի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից բերվել է Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանն է։ Եկեղեցում ենք նորոգելու հավատը առ Աստված, խաչափայտի այստեղ լինելը մեզ հիշեցնում է Քրիստոսի թափած կենարար արյան ու հարության մասին։ Աստված է մեզ կյանք պարգևել, մենք էլ մեր կյանքը ապրենք Աստծուն հաճելի կերպով, նշեց Տեր Հայրը քարոզխոսության ժամին։ Տեր Մաղաքյան ասաց, որ 12 տարի առաջ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի ձեռան բոցվեց սրբավայրը համայնքի հոգևոր կարիքները բավարարելու համար։ Որպես բնաբան վերցրել եմ Եսայի մարգարեության հատվածը, որ խոսում է այսօր, եւ ամբողջովին խոսում է Տիրոջ սերը իր ժողովրդի հանդեպ եւ սպասելիքը իր ժողովրդի հանդեպ, եւ արդյոք մենք մեր Աստծո սպասելիքները արդարացնում ենք։ Եթե չէ, ուրեմն պետք է այս հատվածը ընթերցելով պետք է մեր կյանքում ունենանք հետայացք նորոգման համար, Աստծուն ճանաչման համար եւ ինչ որ չենք անում, անենք, ինչ որ Աստված սպասում մեզանից, տանք Աստծուն։ Համայնքի բնակիչներից շատերը ներգրավված են եկեղեցու գործունեության մեջ, մասնակցում են հոգևոր զրույցների, շապիկ են հագնում, խորան բարձրանում, մասնակցում երիտասարդաց միության հավաքներին։ Ես Դպիր Զադեյան Հովանեսն եմ, այս համայնքից եմ, Արագած համայնքից եմ, 10 տարի եմ մոտավոր ծառայում եմ Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պայմանագրային զինվորական եմ, որի հետ մեկտեղ համատեղել եմ եկեղեցի հաճախելը, աղոթներին մասնակից լինելը, որը իմ համար շատ կարևոր է։ Բացի աշխարհիկ արժեքներից, մարդ իր կյանքում պետք է ունենա հոգևոր արժեքներ, դրանք ամենակարևորն են, իմ կարծիքով առաջի տեղն են, քան աշխարհիկ արժեքները։ Ավելի հետաքրքիր է դարձնում մարդու կյանքը, ավելի հանգիստ ու խաղաղ։ Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկաները վերապրեցին պատարագի խորհուրդը, մասնակցեցին խոստովանության կարգին, հաղորդակցվեցին Քրիստոսի խաչափայտի մասունքի զորությանը։ Ապրում եմ ինձ Արագած գյուղում, ստեղ բնակիչ եմ, եւ շատ ուրախ եմ, որ մեր եկեղեցին բարգավաճել է, մեր եկեղեցում ամեն ինչ նորմալ է, մենք մեր քահանան ունենք։ Ես չեմ պատկերացնում որևիցե մեկի, որ հրաժարվի եկեղեցի գալուց։ Անկախ ամեն ինչից, երբ մարդ ոտք է դնում եկեղեցի, ինքը ուժ է ստանում, Աստծո կողմից իրեն ուժ է տրվում։ Երևի ամիսը մեկ անգամ ուխտի են գնում, ուխտավոր ենք, անցած շաբաթ գնացել էինք Գիրանց եկեղեցի, տարբեր տեղեր գնացել ենք, նույնիսկ Շուշանավանքը զոնա, նիտրալ զոնա է, Աստված ով որ միջնորդեց գնացեինք, Աստված պահի, պահպանի իրեն։ Ամեն օր եկեղեցում ունենք ժամերգություններ, հավաքվում ենք, խոսում ենք Սուրբ Գրքի մասին, խոսում ենք Աստծո մասին, կազմակերպում ենք քայլարշավներ, ուխտի ենք գնում, ունենք երիտասարդներ ակտիվ, որ ամեն շաբաթ մեկ օր հանդիպում ենք, Սուրբ Գրքի ընթերցանությամբ ենք զբաղվում,
մեր եկեղեցու գործերով ենք զբաղվում, իրենք իմ զինվորներն են, իմ կողքին են անընդհատ միասին, մեր եկեղեցու կյանքը փորձում ենք ավելի ակտիվացնենք եւ փորձում ենք այդ փոքրիկ կորիզով մեր գյուղի մեջ լինենք թթխմոր, որպեսզի կարողանանք ամբողջին բոլորին բերել դեպի մեր մար եկեղեցի։ Արագածոտնի մարզի Արագած գյուղը Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևելք է, Արագած լեռան արևելյան ստորոտին։ Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1800-ականների առաջին կեսին, հենց այն տարիներին, երբ հիմնվել է գյուղը։ Հիմնադիրները Մուշից, Ալաշկերտից եւ Մանասկերտից գաղթած հայերն էին։ Սուրբ Աստվածածինը եռանավ բազիլիկ եկեղեցի է, խորհրդային տարիներին շատ սրբավայրերի նման վերածվել է պահեստի, ավերվել։ Երջանկահիշատակ Աղվան Կարապետյանի միջոցներով վերակառուցվել է սրբավայրը։ Այժմ Սուրբ Աստվածածինը գործում է, պատարագ է մատուցվում, մկրտության ու պսակի արարողություններ են կատարվում։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։